Տեղեկացնում եմ, որ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի ընթացքում նրա հետ բանավեճի մեջ մտած եւ բանավեճում հաղթած Արտուր Օսիպյանը կալանավորվեց 2 ամսով։ Արտուր Օսիպյանը հայտարարել է, որ իր բանավեճը դեռ չի ավարտվել եւ նա արդեն ձերբակալելու պահից սկսած 18 մայիսի 2026 թվականից գտնվում է հացադուլի մեջ։ Նաև պետք է նշել, որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքական գործընթացների արդյունքում 2009 թվականի հուլիսին ձերբակալվել էր Նիկոլ Փաշինյանը։ 2026 թվականի մայիսի 18-ին ձերբակալվել է Արտուր Օսիպյանը։ Եթե ինձ հարցնեն, թե Հայաստանի Հանրապետության քաղաքական գործիչներից եւ Արցախի Հանրապետության քաղաքական գործիչներից ովքեր ունեն նմանություններ, ես կասեմ, որ նմանություններ ունի Հայաստանի Հանրապետության ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն նախքան մինչև 2018 թվականի իր գործունեությունը նա նմանություն ունի Արտուր Օսիպյանի հետ։ Արտուր Օսիպյանն էլ նույն եղանակով բարձրախոսը Ռուպերը ձեռը շրջում էր ամբողջ Արցախով, մարդկանց ոտքի կաղնելու, թալանի դեմ պայքարելու, արդարության համար պայքարելու կոչեր էր անում, մասնակցում էր ընտրություններին որպես կուսակցության առաջնորդ եւ այլն։ Այսինքն փողոցային պայքար էր տանում քաղաքական եւ այլ մեթոդներով, որպեսզի պաշտպանի իր սկզբունքները, հասնի որոշակի արդյունքների։ Նույնը անում էր Նիկոլ Փաշինյանը նախքան հեղափոխությունը։ Նիկոլ Փաշինյանը ազատազրկվեց իր գործունեության ընթացքում, այս պահին Արտուր Օսիպյանը կալանավորվեց։ Փաստորեն դատական պրակտիկայում այսպես կոչված ոչ մի բան 2009 թվականից հետո մինչև այսօր Հայաստանի Հանրապետությունում չի փոխվել։ Այսքանը։